Թրիփի համաձայնագիրը ստորագրված է, Միրզոյանն ու Ռուբիոն հեռակա են այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ըստ Ռուբիոյի ավարտված է։ 50 միլիոն եվրո լրացուցիչ աջակցություն Եվրամիությունից, ֆոն դեր Լայենն է հեռախոսով խոստացել Փաշինյանին, կդյուրացնեն հայկական գյուղարտադրանքի ներմուծումը եվրոպական շուկա։ Մոսկվայի հերթական զգուշացումները, գազն ու հոսանքը կթանկանան, զբոսաշրջությունը կկրճատվի, Շոյգուն թվարկել է Եվրամիությանը ինտեգրվելու դեպքում Հայաստանի կորուստները։ Պետական աջակցություն գյուղմթերք արտահանողներին, փոխհատուցումն առաջին հերթին ելակի, լոլիկի, պղպեղի և ծաղիկների համար կտրվի։ Աղմուկ վարժական հավաքների շուրջ, արդյոք 25-օրյա վարժանքները պատժի համար են քաղաքական նախընտրություններով պայմանավորված։ Դպրոցական նստարանից դեպի Զորամաս, հայտնի է թե երբ է մեկնարկում ամառային զորակոչը։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվ այսպես Սյունիքով անցնող Թրամփի ուղու համաձայնագիրը ստորագրված է, պետքարտուղար Ռուբիոն և արտգործնախարար Միրզոյանը հեռակա են այն ստորագրել Վաշինգտոնում և Երևանում։ Ստորագրումից հետո Ռուբիոն հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ավարտված է, այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխըմբռնման հուշագրով, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի, Թրիփ ուղին, ասել է Ռուբիոն։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրում է Սյունիքի ամերիկյան ճանապարհի Թրիփի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ շրջանակային համաձայնագիրը։ Սա այն փաստաթուղթն է, որն օրեր առաջ միայն նախնական ստորագրության էր արժանացել ինչպես պաշտոնական Երևանի, այնպես էլ Վաշինգտոնի կողմից, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Հնդկաստանից տուն վերադառնալու ճանապարհին միայն մի քանի րոպեով վայրեջք կատարեց մեր զվարթնոցում, հանդիպեց նախարար Միրզոյանի հետ, փաստաթղթերը նախաստորագրեց ու նահանգներ տարավ։ Հիմա վերջնական ստորագրություններով է այն հետ ուղարկել Երևան։ Այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է եւ համաձայնագիրը պատրաստ է վավերացման։ Սա եւս մեկ կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի եւ տարածաշրջանի Երևան-Վաշինգտոն տեսլականի իրականացման գործում, հայտնում են արտգործնախարարությունից, բայց մինչև այս ամերիկյան ժամանակով դեռ 3 էր ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանության արժանացրել նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում Թրիփի զարգացման ընկերության հիմնումը։ Կովկասում տնտեսական համագործակցության եւ համատեղ բարգավաճման միջոցով խաղաղության ամրապնդում, Թրիփի զարգացման ընկերության ստեղծումը, որը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև համատեղ ձեռնարկություն է, նախատեսված է առևտրի, տրանսպորտի եւ տնտեսական զարգացմանը նպաստելու համար, միաժամանակ բարելավելով միջազգային, միջպետական եւ ներպետական տրանսպորտային կապը։ Ձեռնարկությունը հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության հռչակագրի եւ Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա աջակցելու հիմնական ենթակառուցվածքային նախագծերին, ներառյալ երկաթուղիները, ճանապարհները, խողովակաշարերը, օպտիկա մանրաթելային մալուխները եւ այլն։ Հայ-ադրբեջանական խաղաղության ամերիկյան փաստաթղթից, ինչպես նաեւ հենց Թրամփի երթուղուն վերաբերող պայմանագրերից էական նորություններ չկային դրանց նախաստորագրումից հետո գրեթե 10 ամիս։ Հիմա դրանք օրակարգ են գալիս մեկը մյուսին հերթ չտալով։ Օրերս էլ հիշենք, Դոնալդ Թրամփն էր Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին հղած ուղերձում հայտարարել, թե իր վարչակազմը սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ արդյունավետ քննարկումներին, որոնք նախատեսված են այս ամսվա ընթացքում։ Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մեկ քայլ առաջ արեցինք եւ հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմն անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների հունիսին։ Համատեղ ջանքերը կնպաստեն խաղաղության ամրապնդմանը, բարգավաճմանն ու ավելի վստահ ապագա կերտելուն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի համար։ Նախորդ տարվա օգոստոս 8-յան պայմանավորվածությունների հետ կապված առաջընթացը փորձագիտական վերլուծական համայնքում կապում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ։ Մասնագետներն ասում են, այստեղ անհնար է չտեսնել մեր երկրում սպասվող առաջիկա համապետական ընտրությունների շողքը։ Բնականաբար այստեղ արժեքների մասին չի, այստեղ լավություն անելու մասին չի եւ այստեղ խոսքը խաղաղության մասին չէ։ Խոսքը շահերի մասին է։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում ունի շատ շոշափելի շահ։
Խոսքը հատկապես թե քիմիական գոտի եւ ճանապարհ նախաձեռնությանը շրջանցելու, թե Ռուսաստանին եւ Իրանին դատաշրջանային լոգիստիկ հանգույցներից հեռու պահելու նախագիծն է, որը թուրքեր եւ ադրբեջանցիները անվանում են Զանգեզուրյան միջանցք։ Մինչև TRIP-ի համաձայնագիրը Հայաստանում ու Միացյալ Նահանգներում տեղափոխում են վավերացման փուլ, դրա քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հետևանքների շուրջ բանավեճն ըստ ամենայնի չի դադարում։ Իսկ Իրանում նույնիսկ վստահ են, այս ծրագիրն արդեն խամրել է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստանից այսօր հայտարարել են, թե պատրաստ են հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Փոխարտգործնախարար Գալուզինն ու փոխվարչապետ Օվերչուկը մեկը մյուսին հերթ չտալով նաև ասել են, թե Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն էլ հայտ-հատ ներկայացրել է, թե որքանով կթանկանան գազն ու հոսանքը եւ ինչ կորուստներ կունենա Հայաստանի զբոսաշրջությունը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդում հաշվել են, թե օրինակ որքան կարժենա բնական գազը, եթե Հայաստանն այն ձեռք չբերի Ռուսաստանից։ Կառույցի ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Եվրամիությունը նախ պատրաստ չէ իր վրա վերցնել իրական ծախսերը հանուն Հայաստանի, եւ միայն Հայաստանի համար ոչ Ռուսաստանից ստացվող գազը կարող է թանկանալ 3-ից 4 անգամ։ Հայաստանը գազի 84%-ը ներկրում է Ռուսաստանից։ Օրինակ, միայն գազի արժեքի տարբերությունը համաշխարհային գների հետ ծածկելու համար տարեկան կպահանջվի մոտ $1 միլիարդ։ Եմեն դժվար թե դա փոխհատուցի, նշանակում է ծախսերի բեռը կընկնի բնակչության վրա։ Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելի քան 40% արտադրվում է գազից։ Ուստի ըստ Շոյգուի, Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու եւ ռուսական մատակարարումների կրճատման դեպքում տնային տնտեսությունների համար գների աճից խուսափել չի հաջողվի։ Արդյունաբերության եւ տնային տնտեսությունների դեպքում էլ ըստ Շոյգուի էլեկտրաէներգիայի սակագինն էլ կաճի։ Այստեղ ենթակառուցվածքների խնդիր կան։ Այն ենթակառուցվածքները գազամուղի, որը Վրաստանով գալիս է, արդյոք մենք կկարողանանք դա օգտագործենք։ Թե նոր գազամուղի հարուցելու խնդիր կա, այս Գազպրոմ Արմենիան ունենք, որի հետ կապված որոշակի խնդիրներ կարան առաջանան, եթե, չգիտեմ, մենք փոխենք մեր գազի մատակարարին կամ տեղում ենթակառուցվածքները։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարը հայտնել է նաև, որ Հայաստանի իշխանությունները հանրապետության ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ։ Շոյգուն այստեղ վտանգներ է տեսնում։ Հայաստանի իշխանությունները բանակցում են կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ եւ չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ, այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի։ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջության կրճատում մինչև $1.5 միլիարդ կորուստ։ Շոյգուն համարում է, որ Եվրամիության հատկացրած փոքր գումարները ուղղվում են հենց եվրոպացիներին ձեռնտու նախագծերին եւ չեն կարող փոխհատուցել այդ կորուստները։ Օրինակ €1.5 միլիոն կարող է ուղղվել այսպես կոչված անկախ մեդիայի զարգացման, այսինքն սեփական քարոզչության համար, €2.2 միլիոն վիզաների ազատականացման ռեժիմին աջակցելու համար, ինչն ակնհայտորեն չի փոխհատուցի Ռուսաստանից զբոսաշրջության կրճատումից կորուստները։ Հայաստանի գործադիրի ղեկավարը հայտնել էր, թե Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև ընտրությունը անխուսափելի դառնա։ Եվ այդ որոշումն ըստ Փաշինյանի Հայաստանի ժողովուրդը պետք է ընդունի հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանի անվտանգության խորհրդից այսպես են արձագանքել. Երևանը չի ցանկանում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, քանի որ եթե բնակչությունը դեմ արտահայտվի, Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն տհաճ խոսակցություն ունենալ եվրոպական հովանավորների հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ Եվրամիությունից Հայաստանին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Նրա խոսքով Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշումների ֆոնին Հայաստանին Եվրամիության աջակցության փաթեթ է պատրաստվում։ Նաև կդյուրացնեն որոշ ապրանքների, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը Եվրամիության շուկա։ Վաղը նախատեսվում է Լատվիա հասցնել 10,000 ծաղկի խմբականակ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Պետական աջակցություն գյուղմթերք արտահանողներին փոխհատուցումն առաջին հերթին ելակի, լոլիկի, պղպեղի եւ ծաղիկների համար կտրվի։ Աղմուկ վարժական հավաքների շուրջ, արդյոք 25-օրյա վարժանքները պատժի համար են քաղաքական նախընտրություններով պայմանավորված։
Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Պետությունը կաջակցի հայ արտահանողներին, որոնք ռուսական սահմանափակումների պատճառով հսկայական ֆինանսական կորուստներ են կրում, փոխհատուցումն առաջին հերթին կտրվի ջերմոցային թարմ, պտուղ, բանջարեղեն եւ ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին։ Ելակի, լոլիկի, պղպեղի, ամեն կիլոգրամի եւ ամեն հատիկ ծաղիկի համար որքան փոխհատուցում են տրամադրելու։ Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Սկսենք այսօրվա հունիսի 4-ի կառավարության հերթական նիստի մեր աշխատանքները։ Հայաստանի արտահանողները առաջիկա 1 ամսում պետական նոր աջակցություն կստանան։ Կառավարության որոշումով նախատեսվում է փոխհատուցել արտահանվող որոշ գյուղատնտեսական ապրանքների ծավալները, նպաստելով նոր շուկաների որոնման ու արտահանման ուղղությունների ընդլայնմանը։ Նախաձեռնության հիմնական նպատակը մեկ շուկայից կախվածության նվազեցումն ու հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումն է։ Էկոնոմիկայի նախարարության շարունակական նպատակն է շուկաների դիվերսիֆիկացումը, մեկ շուկայից կախվածության նվազեցումը եւ հայկական ապրանքների դիրքավորումը համաշխարհային շուկայում։ Աջակցությունը տարածվելու է ելակի, լոլիկի, պղպեղի եւ ծաղիկների արտահանման վրա։ Հետո արդեն կարող են օգտվել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որոնք հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը արտահանում կիրականացնեն։ Ակնկալում են, որ 1 ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով։ Ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ եւ ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են, թե թարմ, պտուղ, բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման ծավալները 2025 թվականին կազմել են շուրջ 72.9 միլիարդ դրամ, որից շուրջ 93.3%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Հիշեցնենք, որ մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Ռոսելխոզնadzորը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման նկատմամբ։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հայկական արտադրանքի արտահանումը դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ արտահանողների համար մաքսատուրքերի փոխհատուցման մեխանիզմի կիրառմամբ։ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որը ունի պատշաճ որակ, արտահանվելու է անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի։ Գործադիրը նաև որոշեց Իսակովի եւ Արշակունյաց պողոտաները միացնող նոր ավտոճանապարհի կառուցման համար 27 հողակտոր գնել։ Նոր ճանապարհը անցնելու է Նորագյուղով, կապվելու է Շենգավիթի հետ եւ ներառելու է Հրազդան գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ռուսաստան չհասած Հայաստան վերադարձած պղպեղ լոլիկը արտադրողները փորձում են տեղական շուկայում իրացնել։ Գյուղացիները սակայն լուրջ խնդիրների առաջ են կանգնել, հատկապես լոլիկի գինը կտրուկ ընկել է, եկամուտը անգամ ինքնարժեքը չի փակում։ Իրենց բողոքի մասին ճանապարհ փակելով են բարձրաձայնում, ասում են, Իրանից ներմուծված էժան լոլիկն էլ է գործին խանգարում։ Ծաղիկ արտահանողներն էլ հուսահատ Հրազդան գետն են լցնում քրտինքով աճեցրածը։ Գյուղացիներն մի քիչ շատ է տանջվում։ Ծախսերը շատ է, դժվարությունները շատ է, ամեն ինչը թանկացել է, բայց գյուղական մտերն էլ էժան է։ Գյուղացիները դժգոհում են, որ լոլիկի արտահանման սահմանափակումների հետևանքով տեղական շուկայում արտադրանքի իրացման խնդիրներ են առաջացել։ Նրանք պնդում են, որ ստիպված են բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գներով, կրելով զգալի ֆինանսական վնասներ։ Նախորդին Արմավիրի մարզի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել, փակելով գյուղերի ճանապարհը։ Նրանք պահանջում են պետական մարմինների միջամտությունը շուկայի խնդիրների արագ լուծում տալու համար։ Գյուղաբնակների խոսքով, օրինակ լոլիկը 400-500 դրամով էլ դժվար են վաճառում։ Ապրանքը մնում է դաշտերում ու ջերմոցներում, չեն կարողանում իրացնել։ Դուրս չի եթում, մեր ապրանքը մնացել է։ Ստիպված բերել ենք շուկա, էժան ենք վաճառում։ Գյուղից շուկա եկածները դժգոհում են, թե արտոնյալ պայմաններով Իրանից Հայաստան ներմուծվող լոլիկի պատճառով իրենց աճեցրածը չի վաճառվում։ Բողոքում են, թե պարսկական բեռնատարները անդադար լոլիկ են բերում։ Ասում են, երեկվա դրությամբ լոլիկի գինը 270-280 դրամ էր։ Դրա համար էլ տեղական լոլիկը 350-400 դրամով չի վաճառվում։ Ստեղծված իրավիճակը քննարկելու համար օրեր առաջ Արմավիր է այցելել էկոնոմիկայի փոխնախարարը։ Հանդիպումը տեղի է ունեցել լարված մթնոլորտում։ Պաշտոնապես ձեզ բոլորին հայտարարում եմ եւ ուզում եմ, որ դուք բոլորը տեղյակ լինեք, որ 2026 թվականին
ոչ մի արտոնյալ պայմանով առանց մաքսատուրքի Հայաստանի Հանրապետություն ոչ մի լոլիկ, կիլոգրամ լոլիկ չի մուտք գործել։ Տեղական արտադրողը կաղամբը 100-ից 120 դրամով է վաճառում, բայց միևնույն ժամանակ իրանից կաղամբ է ներկրվում։ Ասում են ներմուծվող յուղմթերքը լրացուցիչ ճնշում է գործադրում տեղական արտադրության վրա, ինչի հետևանքով գները շարունակում են նվազել։ Նույն վիճակն էլ նաև ծաղկի շուկայում է։ Մարդիկ տանջվում են, սաղ ծմեր գազ են վառում, աշխատում են, տանջվում են, բայց դե ումներ պետք բերին, զորի բերանը, զանգուի բերանը կայնան, լցրին զանգու։ Մեղք են, տանջվում են, չարչարանքով, ահա որա։ Գյուղացիները սպասում են կոնկրետ քայլերի, արտահանման գործընթացի վերականգնման եւ տեղական արտադրողի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Նրանք զգուշացնում են, որ եթե խնդիրը չլուծվի, բազմաթիվ տնտեսություններ կարող են կանգնել լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ։ Վստահեցնում են, իրենց հիմնական պահանջը շուկայի կայունացումն ու արտադրանքի իրացման հնարավորությունների ընդլայնումն է։ Մինչև այդ նրանք շարունակում են հաշվել կորուստները։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Քարոզ արշավի նախավերջին խորհրդանշական ակցիան Լուսավոր Հայաստան կուսակցությունը անցկացրել է կառավարության շենքի առջև։ Քաղաքական ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ գործող վարչապետին իրենք հարցեր ունեն կապված վերջին օրերի իր խոսքով ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հարձակումների մասին։ Լուսավոր Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն նաև նշել է, որ անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցչի նկատմամբ է ոտնձգությունը եղել, մեր հասարակությունը պետք է տեղեկանար համապատասխան իրավական գործընթացների մասին, մինչդեռ իրականությունը հակառակն է։ Պատժի անխուսափելիությունը պետք է անպայման տեղացնի, որովհետև այս ընտրովի արդարադատությունը, որ եթե իրանց նկատմամբ կամ, չգիտեմ, իրանց նկատմամբ բան չի եղել, որ ասեմ, դա անպայման արագ արձագանք կա։ Բայց երբ որ որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, շուտ կամերաներ են մանգալին այն քննեն, հələ ով է դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ են սարքում, բան, մինչև այդ գործը փագեն, քննացնեն, ծածկադմփոց անեն։ Մեկ բռունցք դառնալ, զարգացնել երկիրը, այն դարձնելով ուժեղ եւ անվտանգ, ժողովրդին պարակտած բաժանարար գծերը ջնջելու խոստումն են հնչեցրել ուժեղ Հայաստան կուսակցության անդամները տավուշցիների հետ հանդիպումներում։ Ասել են, փոփոխությունները իրենց նախաձեռնած մեգա նախագծերով են գալու։ Փոփոխությունների շուրջ համախմբումը հաշտություն կբերի մեր հասարակությանը տավուշցիների հետ հանդիպմանը հայտարարում է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Քաղաքական այս ուժը գալով իշխանության խոստանում է ջնջել բոլոր այն բաժանարար գծերը, որն ըստ Կարապետյանի պարակտել է մեր ժողովրդին։ Մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դառած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը, դարձնել անվտանգ երկիր։ Կենտրոնանալով հենց անվտանգային խնդիրների վրա, Սամվել Կարապետյանը նշում է, որ երկրի կառավարման ղեկն իրենց ձեռքն առնելուն պես խորհրդարան առաջարկ են ուղարկելու օրենքի ուժով արգելելու ադրբեջանցիներին Հայաստանում հողատարածք կամ անշարժ գույք ձեռք բերել։ Սա ըստ քաղաքական ուժի առաջնորդի կկանխի այն վտանգը, որն այսօր կախված է մեր գլխին, այն է 100,000-ավոր ադրբեջանցիների հնարավոր բնակեցումը Հայաստանում։ Հայաստանը շատ արագ կարող է վերականգնվել, շատ արագ կարող է դառնալ ուժեղ պետություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահը խոստանում է սպառնալիքները չեզոքացնելուց հետո տավուշը դառնալու է զբոսաշրջային գլխավոր ուղղություններից մեկը, ընդ որում ոչ միայն մեր երկրի համար, այլև ամբողջ աշխարհի։ Տեղային մասշտաբներով փոքր ծրագրերի փոխարեն կյանքի կկոչեն մեգա ձեռնարկներ, որոնք միանգամից կստիպեն զգալ փոփոխությունների ուժը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության անդամները հանդիպել են Ավան վարչական շրջանի իրենց համախոհների հետ։ Կուսակցության առաջնորդ պատգամավորության թեկնածու Սուրեն Պետրոսյանը բնակիչներին հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիների ընտրությունից է կախված, թե առաջիկայում երկիրը ինչ խորհրդարան կունենա։ Ժողովրդավարական համախմբումը համարում է, որ նոր մարդիկ եւ նոր քաղաքական մշակույթը կարող են սկիզբ դնել Հայաստանում նոր փոփոխությունների։ Ինքը դու քո գաղափարի վրա վստահ ես, քո օրակարգի վրա վստահ ես, քո հաղթելու ձևը գորգորալը չի վիրավորելը չի, այդ քոնը գաղափարն է, դու երբեք նույնիսկ դուրս չես գալ, հնարավոր չի դուրս գաս ունես։ Որովհետև երբ որ մտակ եք նույն օրակարգի մեջ, կապ չունի դուք մեկին ասեցիք կոռուպցիոներ, մեկին չուք դավաճ, երբ որ մտակ իրանց օրակարգի մեջ, դուք արդեն իրանց օրակարգ եք սպասարկում, կապ չունի դուք իրանց դեմ եք, թե դեմ չեք։
Հանուն Հանրապետության կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացրել Արարատի մարզում։ Կուսակցության պատգամավորության տեխնացուները խոսել են Հայաստանում բարձր աշխատավարձերով աշխատատեղերի ստեղծման մասին, խոստանում են ստեղծել նախապայմաններ, որպեսզի հայաստանցին արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն չունենա։ Կուսակցության առաջնորդը Գոռավանում բնակվող դպրոցականներին լավ ապագա եւ անվտանգ երկիր կառուցելու խոստումներ է տվել։ Դուք ապրում եք միտեղ, որից մենք սնվում ենք։ Ձեր ներկայությունը գյուղում մեզ ուժ է տալիս։ Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ մենք քաղաքում կարողանում ենք ընդհանրապես ապրել։ Ձեր հայրենասիրության շնորհիվ է, որ մենք ուժ ենք ստանում պայքարելու։ 100 միլիարդ դրամի եկամտահարկ է վերադարձվել հիփոթեկով բնակարան ձեռք բերողներին։ Թիվը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանն է հնչեցրել Խարբերդում ընտրողների հետ հանդիպմանը։ Փաշինյանը ներկայացրել է շինարարության ոլորտի, նաև առողջապահության ապահովագրության համակարգի ձեռքբերումները։ Շինարարական կազմակերպությունները վերջին տարիներին լիզինգի ծրագրով շուրջ 50 միլիարդ դրամի աջակցություն են ստացել կառավարությունից։ Այսօր Խարբերդի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում նա ներկայացրել է շինարարության ոլորտում երկրում վերջին տարիներին իրականացված քաղաքականության արդյունքները։ 2018 թվականից մինչև այսօր կառավարությունը քաղաքացիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել, որպեսզի քաղաքացիները նորակառույց շենքերում ստանան եւ ունենան բնակարաններ։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդը թվարկել է այն ոլորտները, որոնցում կֆիքսեն դրական փոփոխություններ բոլոր այն մարդիկ, որոնք վերջին տարիներին չեն եղել Հայաստանում, բայց վերջին շրջանում որոշել են այցելել հայրենիք։ Խոսքը կրթության, գիտության, տրանսպորտի, բնակավայրերի, կոմունիկացիաների մասին է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ հարյուրավոր բնակավայրերում եւ թաղամասերում, որտեղ իր գոյության պատմության մեջ երբեք մանկապարտեզ չի եղել, հիմա կառուցվում են մանկապարտեզներ։ Այդ թաղամասներից մեկը նոր Խարբերդ թաղամասն է։ Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ երկիր վերադարձող մեր հայրենակիցները զարմանք են ապրելու այն փաստից, որ տարեցները Հայաստանում առողջական խնդիրների լուծման համար այլևս գումար ծախսելու կարիք չունեն։ Հիմնականում, քանի որ առողջության ապահովագրության նոր համակարգը այդ խնդրի լուծումը վերցրել է իր վրա։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այսօր նախընտրական քարոզարշավը ամփոփել է գլխավոր հանրահավաքում։ ԲՀԿ-ականները նախ Մատենադարանին հարակից տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ սկսվել է եզրափակիչ հանրահավաքը։ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին, ընդգծելով, որ յուրաքանչյուր ձայն կարևոր է երկրի ապագայի համար։ Նրա խոսքով իշխանության գալու դեպքում կուսակցությունը պատրաստվում է իրականացնել սոցիալական եւ տնտեսական մի շարք բարեփոխումներ, աջակցել բիզնեսին, ստեղծել նոր աշխատատեղեր եւ բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը։ Ինչի համար կրվա խնձոր դառնանք եւ այստեղից մեր ժողովուրդը ինչ է օգտվելու, բացի տուժելուց, բացի կորցնելուց։ Այդքան խոսալուց հետո մի հատ էլ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ սարքեցին, որ այսօր պետք է ասենք, թե տնտեսությունը ժողովուրդ պահողնա, պետություն պահողնա, հարկ տվողնա, փող տվողնա ժողովրդին հիմնական հարցերը, ու այսօր բերեց այդ վիճակին, որ իրոք ասենք, թե գործազրկություն, աղքատություն, սննկացում, սա է լինել, ուրիշ բան չկա։ Շնորհապետական կուսակցությունը քարոզարշավի շրջանակում եղել է Մարտունիում, Լճաշենում, Ճամբարակում, կուսակցության անդամները շրջել են փողոցներում, բաժանել բուկլետներ եւ ներկայացրել իրենց նախընտրական ծրագրերը։ Հայտարարում են մարզերի դատարկվածության մասին եւ ընդգծում, որ մարդկանց զբաղվածության հարցը առաջնային է իրենց քաղաքական ուժի համար։ Կուսակցության նախընտրական հիմնական շեշտադրումներից են նաեւ կրթությունը, տեխնոլոգիական զարգացումները։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն իրական այլընտրանքային ուժ, ոչ նախկին, ոչ ներկա, վարչապետի տեխնացու, Գուրգեն Սիմոնյան, Ռադեի համար, վարչապետի տեխնացու, Գուրգեն Սիմոնյան, Գուրգեն Սիմոնյան։
Մեծ աղմուկ վարժական հավաքների շուրջ լուրեր են տարածվել, թե Ռուսաստանից եկողներին 25-օրյա վարժական հավաքների են ուղարկելու։ Իրավապաշտպանները այստեղ ոչ միայն իրավական, նաև զգայական լուրջ ռիսկեր են տեսնում։ Վարժանքին մասնակցելը չպետք է քաղաքական նախընտրության պայմանավորված լինի։ Նրանց խոսքով հայրենիքի պաշտպանությունը պետք է ընկալվի որպես պատիվ եւ ոչ որպես պատիժ։ Հայաստանի սահմանների պաշտպանության process-ում արդեն մի քանի տարի ներգրավում են ոչ միայն ժամկետային եւ պայմանագրային զինծառայողները, այլև վաղուց ծառայությունն անցած պահեստազորայինները։ Խոսքը 25-օրյա հավաքների մասին է, որոնց շրջանակում մոտ 10 օր մարդիկ անցնում են ուսուցում, հետո 2 շաբաթ հերթապահում սահմաններին։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է իրապետեն որևէ զինվորական մասնագիտության։ Եվ վարժական հավաքների նպատակը հենց ժամանակ առ ժամանակ այդ մասնագիտության վերակրկնումը կամ նույնիսկ նոր բան սովորեցնելն է, որպեսզի չստանանք այն իրավիճակը, որը եղավ 2020 թվականին։ Պրոցեսն ինքնին դրական է այն առումով, որ վարժական հավաքի մասնակիցները իրենց աչքով են տեսնում բանակում արած կամ չարած աշխատանքը։ Մյուս կողմից կա կարծիք, որ վարժական հավաքներն այնքան էլ վարժական չեն, քանի որ մարդկանց գիտելիքներ փոխանցելու պրոցեսին սովորաբար վերաբերվում են, ինչպես ասում են, մատների արանքից։ Բովանդակային հարցեր կան, որոնք պետք է լուրջ վերանայվեն եւ իրավական տեսանկյունից եւ ուսումնական բոլոր տեսանկյուններից, բայց այն որ վարժանք ուսումնական հավաքները չափազանց կարեւոր է, դա անհերքելի է։ Վերջին օրերին սակայն իշխող ուժի տարբեր բարձրաստիճան ֆիգուրներ սկսեցին տարածել տեղեկություն, որի գլոբալ բովանդակությունը հետևյալն է. նրանք, ովքեր Ռուսաստանից այս օրերին գալիս են Հայաստան, ուղարկվելու են 25-օրյա վարժական հավաքների։ Ասում են Ռուսաստանից եկող ենթադրաբար ընդդիմությանը ձայն տվող, ենթադրաբար չորքաշարքի կամ ամերիկական գործողություն ունեցած մարդկանց տանում են վարժական հավաքների, այսինքն պատժում են այդ բանի համար։ Եթե այդտեղ կա ինչ-որ հանցանք, դրա համար կան գործիքներ, դրա համար կա իրավապահ համակարգ, կա անպատասխան թացակարգեր, քրեական վարույթներ եւ այլն։ Այս հայտարարությունները նախ հարվածում են բանակին եւ բուն վարժական հավաքների գաղափարին, նշում են իրավաբանները։ Մարդկանց գիտակցության մեջ այս հավաքները սկսում են ասոցացվել պատժի հետ, այսինքն մարդկանց պատժում են 25-օրյա հավաքի ուղարկելով։ Ստացվում է, որ ինչ-որ պարտավորություն մարդու վրա դրվում է ըստ հայեցողության։ Նույն հաջողությամբ մարդուն կարող են հարկել կամ ոչ ըստ քաղաքական նախընտրությունների, նշում են իրավապաշտպանները։ Այս տարի մեզ պետք է վարժական հավաքների դիպցուկ 1000 հոգի։ Շատ լավ, 1000 հոգու համար դու կանչում ես մեծ քանակի, ավելի մեծ քանակի մարդկանց, օրինակ այս տարեթվի բոլոր ծնվածների ենթադրենք, չէ՞։ Իրենք հանում են մեջից թուղթ։ Եղավ այո, այս անգամ է գնում, եղավ ոչ հաջորդ։ Եվ նա ով որ այս անգամ գնացել է, հաջորդ անգամ բնական է չի մասնակցում այդ քվեարկու այդ վիճականությանը, մինչև ռոտացիայով հերթը նորից իրենը գա։ Միայն այս պարագայում կարող է մենք խոսալ, որ այս ծառայությունը լինի իրավաչափ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան այսօր նշել է, որ Զվարթնոց օդանավակայանում երկիր մտնող քաղաքացիներին ռազմական ոստիկանները չեն կարող վարժական հավաքներին մասնակցության ծանուցումներ փոխանցել։ Դրա համար լրիվ այլ կարգ է գործում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Դպրոցական նստարանից դեպի Զորամաս հայտնի է, թե երբ է մեկնարկում ամառային զորակոչը։ Մեթեոաշխարհ ինչպես կանցնի, նոր օրը ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Կառավարությունը կների Արցախից տեղահանվածների մինչև 2023 թվական ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանին եւ այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում։ Որոշումը վերաբերում է նաեւ այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով եւ որոնց հիմնական գումարի չափը ամեն մեկի մասով չի գերազանցել 5 միլիոն դրամը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Սահմանվել են 2026 թվականի ամառային զորակոչի եւ զորացրման ժամկետները։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Միաժամանակ զինված ուժերի համալրման նպատակով ամառային զորակոչը կանցկացվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի խափանման միջոց կալանքը վերաքննիչ դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Դատարանը նաև թույլատրել է Գալստանյանին առանց իրավապահների ուղեկցության մեկնել Իջևան եւ մասնակցել ընտրությանը, դրա համար տրամադրելով 7 ժամ։ Arczepiskoposը կալանավորված է 2025 թվականի հունիսից։ Քննչական կոմիտեի տվյալներով Սրբազան պայքար շարժման ղեկավարներն ու մասնակիցները կասկածվում են ահաբեկչական գործողություններ եւ իշխանության զավթում նախապատրաստելու մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեն վերջին 2 ամսում հանրային հաշվետվողականության լույսի ներքո քաղաքական քարոզչություն է իրականացնում։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն է ասուլիսում հայտարարել, անդրադառնալով նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընդդիմադիր քաղաքական ուժերի գրասենյակներում եւ ներկայացուցիչների բնակարաններում կատարվող խոզարկություններին ու դրանց հետևող ձերբակալություններին եւ կալանավորումներին։ Փաստաբանը նշել է, որ կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակվում են նաեւ ձայնագրություններ, որոնք ամբողջական չեն։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե իշխանությունը այսպես կոչված օպերացիաներ է իրականացնում, փորձելով ընտրակաշարք բաժանելու վերաբերյալ կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ։ Աշխատանքի նպատակով 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մեկնել 42366 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչը 3160-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, այն 45526 է եղել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մեկնել Հայաստանի 112741 քաղաքացի, 2025-ի 125143-ի դիմաց։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 3 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 23 աստիճան, Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 30, Լոռիում 20-ից 25, Տավուշում 23-ից 28 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 28-ից 31, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 26-ից 29, Սյունիքի նախալեռներում 18-ից 22 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 13-ից 15, ցերեկը 28-ից 30, երեկոյան 19-ից 21 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Հայաստանի արտգործնախարար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու Արարատ Միրզոյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։